Աստվածաշունչը մեր Աստծո անձնագիրն է եւ մեր կյանքի կանոնակարգը։ Աստվածաշունչը կարդացող ուսումնասիրող մարդը ճանաչում է Աստծուն, Աստծո սրբությունը եւ ճանաչում է ամեն մարդ ինքն իրեն եւ իր մեղքերը, իր մեղավորությունը։ Եվ նաեւ ճանաչում է մեղքից ազատվելու, փրկվելու միջոցին, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը գրքերի գրածի համաձայն ծնվեց կույս մայրամից, գրքերի գրածի համաձայն մեռավ մեր մեղքերի համար, մեզ ներելու, մեզ փրկելու համար եւ գրքերի գրածի համաձայն հարություն առավ։ Հիսուսն հարություն առել, ժողովուրդ ջան։ Նա ծնվեց, աշխարհ եկավ մեր փրկության համար։ Նա ծնվեց մեռնելու համար։ Նա ծնվեց մեզ փրկելու համար։ Նա չարչարանք կրեց, արյուն թափեց, մեռավ խաչի վրա, մեզ փրկելու համար։ Եվ մեր փրկությունը կատարյալ չէր լինի, եթե նա հարություն չառներ։ Աստծո արդարությունը թույլ չտվեց, որ նա մնա գերեզմանում։ Նա արդար էր, նա սուրբ էր, նա հարություն առեր, ժողովուրդ ջան։ Այսօր մենք նշում ենք հարության օրը, բայց այնպես չի, որ մենք այդ հարությունը մենակ այսօր ենք ապրում։ Մենք մեր կյանքի ամեն օրը ապրում ենք Քրիստոսի մահը եւ ապրում ենք Քրիստոսի հարությունը։ Նա մեր մեջ է, նա իրական է, նա ճշմարիտ է, նա հարություն է առել։ Եկեք ծափարենք Աստծուն Հիսուսի հարության համար։ Արմատից ուտայի արյուծը հաղթել է չարին, թափալ է զորությունը մավան, որ տիրում է այս աշխարհին։ Թափի արմատից ուտայի արյուծը հաղթել է չարին, թափալ է զորությունը մավան, որ տիրում է այս աշխարհին։ Նա է կյանք ու հարությունը, հավեցել ու սրբությունը, դու մարտարարած, որ կանգնած ես նա դիմաց, աղաղակի նրան, որ փոխարի ձեռքի ձորնի, պահպանի, սորացնի, հաստատի, որ փոխարի ձեռքի ձորնի, աստվածի, որ փոխարի ձեռքի ձորնի, պահպանի, սորացնի, հաստատի, որ փոխարի ձեռքի ձորնի, բանալիները մավան դժոխի, ամեն ծում պիտի ծրվի, ամեն լեզու Հիսուս Տերը դավանի։ Նա պահում է իր ձեռքում բանալիները մավան դժոխի, ամեն ծում պիտի ծրվի, ամեն լեզու Հիսուս Տերը դավանի։ Նա է կյանքն ու հարությունը, հավեցել ու սրբությունը, Հիմա դու արդարարած, որ կանգնած ես նա դիմաց, աղաղակի նրան, որ փոխարի ձեռքի ձորնի, պահպանի, սորացնի, հաստատի, որ փոխարի ձեռքի ձորնի, աստվածի, որ փոխարի ձեռքի ձորնի, պահպանի, սորացնի, հաստատի, որ փոխարի ձեռքի ձորնի, Isus,
Օրնության արժան ես, քեզ հավեն փառք ու պատիվ Քրիստոս, օրհնյալ ես Տեր, արժանի ես, փառքի փառաբանության, օրհնյալ ես Տեր, արժանի ես, Գողքի և նրբագության, օրհնյալ ես Տեր, հզոր Աստված, ձեռքերիդ մեջ է կանգնում ենք, ցնցում բարում ուրախանում, երգում ենք սուրբ ենք դերաններ, օրհնյալ ես Տեր, արժանի ես, փառքի փառաբանության, օրհնյալ ես Տեր, արժանի ես, Գողքի և նրբագության, օրհնյալ ես Տեր, հզոր Աստված, ձեռքերիդ մեջ է կանգնում ենք, ցնցում բարում ուրախանում, երգում ենք սուրբ ենք դերաններ, թողովարի դեպի ձորի, պապանի զորացի, հաստատի, թողովարի դեպի ձորի, աստվածի, թողովարի դեպի ձորի, պապանի զորացի, հաստատի, թողովարի դեպի ձորի, աստվածի, թողովարի դեպի ձորի, աստվածի. Փառավորում ենք քեզ, դու արժանի ես, որ ամեն շունչ ունեցող մեծարիք ես,
կենթանացնող Աստված, մեզ ազատություն, մեզ փրկություն, մեզ թողություն շնորհող Աստված, շնորհակալ ենք քեզանից, շնորհակալ ենք, շնորհակալ ենք, ինչ փառավոր ես դու, ինչ գեղեցիկ ես դու Հիսուս, ինչ մեծ ես դու Հիսուս։ Եվ աննման ես,
Փառք Տիրոջը։ Քրիստոս հարյավ իմեր։ Գիտեք, հարությունը մահվան մահն էր։ Որ մեղքով մահը մտավ աշխարհ, եւ ասում մահը բոլորի վրա տարածվեց, որովհետեւ բոլորը մեղանչեցին։ Քրիստոս իր հարությունով վերջ դրեց մահվան ու գերեզմանին։ Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, Քրիստոսով էլ բոլորը պիտի կենդանանան։ Ուղղակի ամեն մեկ իր կարգում։ Երանի նրանց, որ առաջի հարությանը պիտի մասնակից լինեն, որ Քրիստոս ապահովեց մեր համար։ Փառք Տիրոջը։ Միտեղ կարդամ Սուրբ գրքից, ուրեմն Կողոսացիների 2-րդ գլուխ 13 համարից։ Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռած եք մեղքերի եւ մարմնի անթլպատությունումը, իրեն հետ ձեզ կենթանացրեց ձեր բոլոր մեղքերը շնորհելով եւ ջնջեց այն մեզ հակառակ ձեռագիրը հրամաներով, որ մեզ հակառակ էր, եւ նրան վեր առավ մեջտեղից եւ խաչափայտի վրա բևեռեց։ Տեսեք, մեր ու Աստծո մեջ պարտամուրհակ կար, պարտքի ցուցակ կար, մեկ լավ հասկանալի Նիսիայի տետր կար, որ փողի պարտ չէր, մեր մեղքերի պարտն էր, ու մեկը պիտի այդ պարտքերի համար վճարեր։ Գրված է Քրիստոս այն ձեռագիրը, օրենքը, որ մեզ մեղադրում է շատ մեղքերի համար, ու սատանան էլ դրանից առիթ էր վերցնում բանսարկություններ անում Աստծո առջև մեր բոլորիս համար, Քրիստոս ասում է մեջտեղից, մեր ու Աստծո մեջտեղից, այդ պարտամուրհակը վերցրեց եւ իր հետ տարավ ու բևեռեց խաչի վրա, ջնջեց դրա վրայի գրածները։ Այսօր Աստված քեզ հայտարարում է, դու Քրիստոսով ներված ես, դու Քրիստոսով սրբված ես, դու Քրիստոսով արդարացած ես, Աստված ջնջել է քո անցյալը, Աստված ջնջել է քո ներկա եւ ապագա բոլոր մեղքերը։ Դա մեր արժանիքը չի, դա Քրիստոսի արժանիքն է, որովհետեւ ինքը վճարեց մեր փոխարեն։ Շարունակությունում տեսեք ինչ է գրված։ 15 համարը իշխանություններին եւ պետություններին մերկացնելով հայտնապես խայտառակեց եւ նրանց հաղթանակեց Իրանում։ Իշխանությունների եւ պետությունների, սա երկրավոր իշխանությունների մասին չի, սատանայի իշխանությունների, պետությունների մասին է։ Ասում են նրանց հայտնապես հոգեոր աշխարհում մերկացրեց, զինաթափեց, խայտառակեց եւ բոլոր բալանիները իշխանությունը վերցրեց նրա ձեռքից։ Քրիստոսն հայտարարեց, երբ որ ինքը փորձվում էր սատանայի կողմից, սատանան ասեց ինձ է տրված ողջ իշխանությունը երկրի վրա, ում ուզեմ կտամ։ Բայց Քրիստոս իր հարությունից հետո մի հայտարարություն արեց. ինձ է պատկանում ողջ իշխանությունը երկնքում եւ երկրի վրա։ Գիտեք, մի բան կա գրված Սուրբ գրքում, երբ որ Հիսուսը հրաշքներ էր անում, ասում են Բեղզեբուղով ես անում, այսինքն դևերի իշխանով։ Հիսուսը տեղ մի բան ասեց. ոչ ոք չի կարող մի զորավորի տունը մտնել եւ նրա կարասիները թալանել դուրս հանել, եթե առաջ այդ զորավորին չկապի։ Գիտեք, աշխարհը ինչ որ իմաստով չարի տունն է, որտեղ գրված է այս աշխարհի Աստված ինքն է։ Հիսուսն եկավ մտավ այդ զորավորի տունը, այդ զորավորին կապեց եւ նրա կարասները այսօր դուրս է անում։ Մենք ժամանակին նրա կարասներն ենք եղել, որտեղ մեր մեջ ուրիշ բան ապրե։ Մեր մեջ Քրիստոս չի ապրե։ Այսօր Քրիստոս այդ կարասները դուրս է անում, այսքան մարդ որ ստեղ կա, դա վկայություն է, որ Քրիստոսի խաչը իզուր չի եղել։ Քրիստոսի չարչարանքը իզուր չի եղել։ Մենք բոլորս նրա խաչի պտուղներն ենք։ Օրհնյալ լինի մեր Աստվածը։ Այսի հրազդանում է նշում, այսօր ամբողջ աշխարհում միլիարդավոր մարդիկ նշում են Քրիստոսի հարությունը, որտեղ ինքը մի բան արեց, որ դրանով փրկեց միլիարդների։ Ինքը պատրաստ է փրկել ամեն մեկիս։ Ջնջելա քո անցյալը, ջնջելա քո մեղքերը։ Դրա համար այսօր որ կանգնում ես Աստծո առաջ, համարձակ կանգնիր։ Դու էլ մոռացի քո անցյալի մեղքերը, դու էլ ների քո անցյալը։ Դու ուղղակի վայելի այդ սիրո բերկրանքը, այդ ներման բերկրանքը։ Դու կանգնի Աստծո առջև որպես սուրբ ու արդար մեկը։ Ու հասկացի, որ այդ սրբության, այդ արդարության հեղինակը Քրիստոսն է։ Օրենքում ինչ էր, օրենքում պիտի օրենքը պահեիր, որ արդարանայիր, պիտի սուրբ ապրեիր, որ արդարանայիր, բայց Հիսուսի շնորհքը ինչ արեց։ Ասես դու արդար ես, սուրբ ես, նա եղավ մեր համար փրկություն, իմաստություն, արդարություն, սրբություն։
Այսօր Աստված քեզ սուրբի եւ արդարի կարգավիճակ կտվե։ Ասում եմ ես քեզ ճանաչում եմ որպես արդար եւ սուրբ, անկախ քո անցյալից, բայց հիմա ապրի արդարի ու սուրբի կյանք։ Ոչ թե ապրի որ վաստակես այդ արդարությունը, դու Քրիստոսով այդ արդարությունը վաստակել ես սրբությունը։ Հիմա մնա այդ արդարության մեջ, մնա այդ սրբության մեջ, մնա Աստծո կամքի մեջ։ Փառք Տիրոջը ժողովուրդ ջան, մենք բոլորս Քրիստոսով փրկված ժողովուրդ ենք։ Մենք Քրիստոսի խաչի պտուղներն ենք։ Մենք Քրիստոսի չարչարանքի, Քրիստոսի տառապանքի պտուղներն ենք։ Մեր բոլորիս անեծքները, մեր բոլորիս տառապանքները, մեր բոլորիս մեղքերը, մեր բոլորիս անհաջողությունները Հայրը դրեց իր որդու վրա։ Ասում հաճեցավ ցավեցնել իր որդուն, որ մեզ ունենա։ Մենք իր ցավի պտուղներն ենք։ Ոնց որ ամեն մարդ աշխարհա գալիս ցավով, մոր ցավով, այնպես ամեն մարդ վերստին ծնունդ ստանում Քրիստոսի քաշած ցավով։ Օրհնյալ լինի նրա անունը։ Այսօր մի բեմականացում կնայենք, որ խոսում է մի հանցագործի մասին, բայց այդ հանցագործի մեջ աշխատի քեզ տեսնես, որովհետև ամեն մեկս էլ ինչ որ չափով մեղավոր ենք եղել։ Հիմա էլ որոշ բաներից ազատ չենք։ Նայ ու դրա մեջ տես քեզ, որ ինչ որ Աստված արեց տվյալ անձնավորության համար, արելա ստեղ նստող ամեն մեկիս համար։ Չեմ հասկանում, ես ոնց եղավ, ոնց բռնվեցինք, ախր ամեն ինչ լավ հաշվարկել էինք։ Դե, մենք չբռնվելու հաշվարկներ էինք արել, բայց մեզ բռնելու զինվորների հաշվարկը փաստորեն ավելի զորեղ էր։ Հեչ լավ չեղավ է։ Բարաբա, քաղաքի ղեկավարությունը քո հետ լավ էր, ոնց չկարեցան քեզ ազատել։ Գիտես ռոմեացիների ձեռքից հեշտ է ազատվելը, ասում են մեր սպանած մարդը կարևոր մարդ էր։ Երևի դրա համար էլ ներում, բեկում չեղավ։ Չեմ հասկանում, սենց պիտի վերջանա մեր կյանքը։ Չէ, հետմահու կյանք էլ կա։ Լավ է, ստից բաներ մի խոսա։ Անհավատություն մի արա, սրան մեր ամբողջ ազգն է հավատում։ Որ լավ հավատայինք, ստեղ չէինք հասնի։ Հավատայինք, չհավատայինք, որ պետք էր պիտի սպանեինք։ Լսել եք, որ Նազովրեցի Հիսուսը քարոզում էր լավ հավատալ, ապաշխարել եւ մտնել Աստծո թագավորության մեջ։ Հետո Ով մտնի Աստծո թագավորություն, հավիտենական կյանք կունենա, որովհետեւ այդ թագավորությունը հավիտյան է։ Բա դու ինչի չմտար։ Գիտես ճիշտ եմ արել։ Քո խելքին ընկա ու ես էլ հասա ստեղ։ Ուր եք գնում։ Գնում ենք տղերքի մոտ։ Փող տվեք նոր։ Ամեն մեկիդ մի ոսկի տանք, թողեք։ Քիչ է։ Բա ինչքան կուզեք։ 10 ոսկի։ Մի անգամից եք ուզում հարստանաք։ Եթե ձեր ընկերները ձեր համար թանկ են, պիտի տաք։ Բարաբային տենալու համար արժի տալ։ Մեծ աղբեր, ես ինչ վատ բան եղավ։ Մնացել ենք առանց գլխավորի։ Չգիտենք ինչ անենք։ Տղերք, հոձես բան ասող չկա։ Ապահովեք։ Դե, թաքուն մաքուն ֆրֆռում ենք էլի։ Տղերքը գիտեն, որ դուք ստեղ եք։ Մի քանիսը գիտեն։ Չէինք ուզի ձեզանից զրկվեինք։ Հիմա ինչ ենք անելու, ուր ենք գնալու, ում թևի տակ ենք մտնելու։ Գնացեք Նազովրեցի Հիսուսի հետևից, ամենաապահովը նրա մոտ է։ Ասում են, այս գիշեր նրան էլ են ձերբակալել ու տարել են Պիղատոսի մոտ։ Էս ինչ ասեցիր։ Էս ինչ վատ լուր էր։ Մեր տղերքից մի քանիսը ծպտված գնացել են հրապարակ, որ տենան ինչա լինելու։ Ասում են, շատ ժողովուրդ է հավաքվել։ Ուր ես գնում։ Խի, չի կարելի։ Կարելին ձրի չի։ Բարաբա, Պիղատոսը որոշեց քեզ ազատ արձակել, ժողովուրդը պահանջեց։ Վախ, ես իմ ժողովրդի ցավը տանեմ։ Ոնց եղավ։ Պիղատոսն ուզում էր Նազովրեցի Հիսուսին ազատել, քանի որ նա հանցանք չուներ, բայց ժողովուրդը պահանջեց Բարաբային։ Բա Հիսուսը։
Հիսուսին ծեծելով տարան խաչելու։ Վախ Աստված ջան, միթե ամեն բան վերջացավ։ Տարեք սրանց։ Տղեկ, մնաք բարով։ Կանցավոր կյանքը թողեք։ Գնա, էլ հանցանք չգործես։ Բարաբա, աչքներս լույս, ինչ լավ բան եղավ։ Բայց ափսոս տղերքը, նրանք իմ հավատարիմ ընկերներն էին։ Իհարկե, ափսոս, բայց դե ինչ անենք։ Մեր ձեռին ինչ կա։ Կարևորը որ դու ազատվեցիր, էլ անգլուխ չենք մնա։ Հավատս չի գալիս, որ ազատության մեջ եմ։ Դե ասեք, ուր գնանք։ Կուզեի խաչված ընկերներիս հրաժեշտ տայի։ Դե գնանք։ Էս ուր եք գնում։ Գողգոթա։ Ընդեղ շատ խառնա, լիքը զինվորներ կան, իսկ ամբողը բորբոքված է, լավ կլինի դու այնտեղ չերևաս։ Վախ, ախպերներ ջան, ձեզ կորցրեցի, այսքանից հետո դատարկ մնացի։ Այսպես է կյանքը արեգակի տակ, գործեր, ընկերներ, բազում նպատակ, մեկ ձեռք ես բերում, մեկ էլ կորցնում, հոգիդ մնում է վերքոտ ու դատարկ, կյանքն առանց Աստծո ունայնություն է, խոսքեր ու գործեր դատարկություն են, մեկ ունենում ես, մեկ էլ կորցնում, բաժինդ միայն հիշողությունն է, ով մարդ սթափվիր, կյանքը ճանաչիր, ոտքդ քո չափից հեռու մի մեկնիր, կյանքը տրված է, որ Աստծուն գտնես, ուստի խոնարհվիր ու Աստծուն փնտրիր։ Հը, աղբորը տեսար։ Չկարողացա գնալ հրապարակ։ Ժողովուրդը շատ գազազած էր ու շատ զինվորներ կային։ Բա ոնց խաբար առնենք։ Ինչ ասեմ, վախեցա ընկնեմ զինվորների ձեռքը։ Վախ, բալես, ասա ինչ գործ ունեիր այդ կռիվների հետ, ախր դու ոնց կարաս պետություն փոխես։ Անօրեն աշխարհ։ Պապ, մամ։ Իմ աղբեր։ Վախ, բալես տուն եկա։ Իմ աղբեր։ Դե պատմի, այդ ոնց եղավ, ոնց ազատվեցիր։ Մենք լրիվ հույսներս կտրել էինք։ Բալես, նստի մի հատ հաց դնեմ կեր, նոր պատմի։ Չէ, չեմ դիմանա, թող պատմի նոր։ Միջև հացը դնեն, թող պատմի։ Ինչ ասեմ, հրաշք եղավ։ Այսինքն։ Հենց այս գիշեր ձերբակալել էին քարոզիչ Նազովրեցի Հիսուսին։ Վայ։ Իսկ հետո։ Շատ շտապ դատ էին արել։ Տարել էին Պիղատոսի մոտ, Պիղատոսն էլ վճռել էր ազատել։ Այդտեղ ո՞րն է հրաշքը։ Հրաշքն էն է, որ ժողովուրդը ինձ է ուզել ազատել։ Պիղատոսն էլ չի կարացել մերժի։ Փաստորեն իմ համար պատրաստած խաչը տվեցին Հիսուսին։ Ու նա իմ փոխարեն խաչվեց։ Հա։ Իրոք որ հրաշք էր։ Տղա ջան, արի այդ հանցագործ կյանքը թող, թե չէ նորից որ բռնվես, էլ ուրիշ Հիսուս չի լինի, որ գա ու քո փոխարեն խաչվի։
Տղա ջան, մերը ճիշտ է ասում, ամենալավը այդ կլինի։ Դա իմ երազանքն է եղել։ Բայց ախր անարդարությունը չեմ կարում տանեմ։ Պետք է պայքարել։ Դու Աստված չես։ Այդ բոլոր հարցերի լուծողը միայն Աստված է։ Աշխարհի սկզբից անարդարությունները եղել են ու ոչ մի մարդ չի կարողացել դա փոխի։ Ով էլ փորձել է, ինքն է սկսել անարդարություն անել։ Միայն Հիսուսն էր սկսել ճիշտ արդարություն անել։ Այն էլ սպանեցին։ Ներսս ինձ խառնաշփոթ է, ոչ մի բան չեմ կարող մտածեմ։ Ախր ընտանիքը թողել ես, գնացել ես ուրիշների հարցերն ես ուզում լուծել։ Դրա համար է խառնաշփոթի մեջ ես։ Դու քո տեղում չես, վերադարձիր ընտանիք։ Հիմա ինչ անեմ։ Ծնողներս ճիշտ են ասում, բայց մյուս կողմից էլ ընկերներս են ինձ սպասում։ Մնացել եմ 2 քարի արանքում։ Ուր գնամ, որն ընտրեմ։ Իրոք, եթե նորից բռնվեմ, ով ինձ կազատի։ Լուրջ ընտրություն է։ Ընկերներ, թե ընտանիք։ Պայքար, մահ, թե ուրիշ բան։ Չգիտեմ։ Այ քեզ հրաշք, ով կպատկերացներ, որ Հիսուսը հարություն կառնի։ Այս քանի օրը մեռած էի, թաղած չէի։ Առանց Հիսուսի կյանքս կանգ էր առել։ Ձեռքերը տեսակ, մեխերի տեղերը դեռ արյունոտ էին։ Կարևորը ողջ էր ու մեր հետ խոսեց։ Տեսակ, հրեշտակները ոնց հասեցին, տենց էլ եղավ։ Նա հարություն է առել։ Հիսուսը հարություն է առել։ Ինչ եք կանգնել։ Շուտ գնանք եղբայրներին հայտնենք այս ուրախ լուրը։ Այ քեզ բան։ Ուրեմն Հիսուսը հարություն է առել։ Դա աստվածային բան է։ Ով էր լսել տենց բան։ Ուրեմն նրա քարոզները ճիշտ են։ Արժի հետաքրքրվել նրանով եւ ճշտել ամեն բան։
Նա Աստծո որդին է։ Երկիր իջավ Աստծո որդին, թողնելով տունը երկնայի, հագավ մեզ պես մարմին, սիրուց կանվեց խաչապայտին, ցույց տալով սերն անգին, արյան բիր թանկագին, օ եթե դու տեսնեիր թե նա ինչպես մեղքերը քո սիրով վերցրեց իր վրա, Էս ինչ ա եղել, վրեդ գույն չկա, հոբան չի պատահել։ Հա, մի քիչ առաջ լսեցի, որ Նազովրեցի Հիսուսը, որ խաչել էին, հարություն է առել։ Չէ հա, սուտ է, հենա գերեզմանը պահող զինվորները ասում են, որ գիշերը աշակերտները եկել, մարմինը գողացել են ու դրանից հետո լուր տարածել, թե հարություն է առել։ Ես այդ զինվորներին չեմ հավատում։ Բա այդ զինվորները ո՞նց էին պահում։ Ինչի համար էին ընդեղ, որ գողացել են։ Ինչ իմանամ, ինչ լսել եմ, այն եմ ասում։ Բարաբա, իմ կարծիքով, սրանով Աստված մեզ ինչ-որ բան է ուզում հասկացնել։ Մեր քարացած սրտերին ուզում է բան հասկացնի։ Պետք է մեր սրտերը բացենք Աստծո առաջ։ Այդ քո փրկիչն է դռան մոտ կանգնած, սրտի դուրն է թակում կամած, նա կասատի քեզ վիճակից կորսված, միայն թե սիրտդ բաց։ Այդ քո փրկիչն է դռան մոտ կանգնած, սրտի դուրն է թակում կամած, նա կասատի քեզ վիճակից կորսված, միայն թե սիրտդ բաց։ Քահանայապետը քեզ ինչքան փող տվեց։ 40 ոսկի։ Բա ինձ ինչի 20 տվեց։ Ինձ էլ էր 20 առաջարկում, բայց ես ասեցի, որ այդ սուտը փոքր բան չի, շատ ավելի թանկ արժի։ Ու տենց հեշտ համաձայնեց։ Սկզբում չէր համաձայնվում, բայց ասեցի, չես տալի, ես էլ ժողովրդին կպատմեմ, համ հրեշտակ եմ տեսե իմ աչքով, համ էլ Հիսուսին, որ հարություն առավ։ Լավ էլ ասել ես։ Գնամ ասեմ, որ ես էլ ճիշտ է, էժան չեմ ծախի։ Դուք եք եղել Հիսուսի գերեզմանը հսկող զինվորները։ Հա։ Երևում է լավ կաշառվել եք։ Ու տարածել եք, թե Հիսուսին իր աշակերտներն են գողացել։ Դե Ձեր ասածից հասկացանք, որ քահանաները ձեզ մեծ գումարով կաշառել են, որ սուտ ասեք։ Այ մարդ ձեր ինչ գործն է։ Ձեզ չվերաբերվող հարցերի մեջ մի խառնվեք։ Արի գնանք այստեղից։ Քիչ էր մնացել գժվեի։ Ինչի համար։ Որ իմ փոխարեն Հիսուսը խաչվեց, ճիշտ է։ Սկզբում ուրախացա, որ ազատվել եմ, բայց սիրտս հանգիստ չի։ Իմ հանցանքի պատճառով անմեղ մարդ մեռավ։ Որ Հիսուսը ողջ է, ուրեմն մի օր նա կարող է ինձ հանդիպել։ Ոնց եմ նայելու նրա աչքերին։ Հա, այդ իրոք մտածելու տեղ է տալիս։ Ուղղակի ցնցված եմ նրա հարության լուրով։ Ու ինչ։ Շատ կուզեի գտնել նրանց, ովքեր տեսել են Հիսուսին հարություն առած։ Իրոք նա երկնքից էր եկել։ Ուզում եմ նրա մասին շատ բան իմանալ։ Կարելի է հետաքրքրվել։
թշվառ հոգի տանջում չարը չարում վերքեր են դարձել պանարներ թախից իմ թշվառ տանջում չարը չար Գնա, գտի նրա աշակերտներից մեկին ու խնդրի հանդիպել։ Դու որտեղ կլնես։ Հիմա ես մենակ տանն եմ ուզում լինել։ մեղքերով ասեր ահա քեզի կուգա կոտրած սրտով Տեր հիմա քեզի կուգա Տեր շատ լավ գիտեմ կտեսնես իմ սիրտը մեղքերով լցված մեղավոր իմ սիրտը մեղքերովս Տեր քեզի կուգա կոտրած սրտով Տեր հիմա քեզի կուգա Բարև ձեզ, Բարաբա, գտել եմ Հիսուսի աշակերտներից մեկին։ Հա? Համաձայնես գա ձեր տուն, հենա գալիս են, ես շուտ եկա, որ ձեզ ասեմ դիմավորեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարով եք եկել իմ տուն։ Հյուրն Աստծունն է։ Հուսով եմ բարի նպատակներով եք եկել։ Ես էի խնդրել, որ այս հանդիպումը կազմակերպեն։ Հեշտ չէր, շատ դժվար էր, բայց փնտրողը գտնում է։ Շատ շնորհակալ եմ, որ եկել եք։ Ես ձեզ շատ էի սպասում։ Ես Հիսուսի աշակերտներից եմ, անունս Թովմաս է։ Հիսուսը մեզ պատվիրել է, որ Աստծո փրկության լուրը հասցնենք բոլորին, մանավանդ նրանց, ովքեր ուզում են լսել։ Հիմա ասա, ի՞նչն էր քեզ անհանգստացնում, որ ուզում էիր մեզ հետ հանդիպել։ Ես այն միակ մարդն եմ, ում փոխարեն Հիսուսը մեռավ։ Այն հանցագործ Բարաբան, որ պիտի խաչվեի երկու ընկերներիս հետ, բայց իմ խաչը դրեցին Հիսուսի վրա։ Նա տարավ այդ խաչը ու դրա վրա խաչվեց։ Հիմա միայն մի բան եմ մտածում, որ այն արդարն իմ նման անարդարի տեղը մեռավ։ Խիղճը շատ է տանջում։ Դու միակը չես այդ առումով։ Մենք էլ ենք նրա առաջ մեղավոր։ Բայց Հիսուսը մեռավ բոլոր մեղավորների համար։ Դու բոլոր մեղավորների օրինակն ես։ Դու ձերբակալված էիր, բայց ովքեր ձերբակալված չեն, դարձյալ մեղավոր են, եւ ոչ մեկը չի կարող փախչել Աստծո դատաստանից։ Բայց Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ ով նրան հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Բայց իմ մեջ ավելի ալեկոծություն առաջացավ, երբ իմացա, որ նա հարություն է առել։ Ճիշտ է մի պահ կասկածեցի, մտածելով, թե տեղեկությունը սխալ է, բայց նման կասկած ես էլ ունեցա, բայց նա վերացրեց իմ բոլոր կասկածները։ Աստված Հիսուսի միջոցով նոր կյանքի դուռ է բացում։ Մենք մեր կյանքը նորից սկսելու հնարավորություն ունենք։ Քեզ նոր շանս է տրված։
տխրում է շարաշխարի ունայն գործերից միայն թերն է որ միշտ քեզ սիրում է օգնություն կստանաս Հիսուսից Քրիստոսին դու շտապիր մի ուշացիր ծանրությունը սրտիդ դու պատմիր ձերկաչոք աղաչիր թե դժվար է միայն այ բուժում և վերքերդ կապում դու իշիր Բարաբա, գիտես չէ, որ տղերքը քեզ են սպասում։ Դե ուրեմն գնանք իրանց մոտ։ Ոնց եղավ։ Հազիվ պրծանք։ Տեր Աստված, հինի ինձ փրկեցիր։ Ալեկոձե սիրտս հիմա չեմ գտնում հանգիստ մեղքիս բերը ծանրացած է ճնշվում է հոգիս աղ թե լիներ բժշկություն ցավացած սրտիս կարոտ եմ ես խաղաղությամբ խռոված մտքիս աղ թե լիներ բժշկություն ցավացած սրտիս կարոտ եմ ես խաղաղությամբ խռոված մտքիս մոլորվեցի ուղիղ ճամփից խաբված դուրս եկա դեպի անդունդ մոլոր քայլով ես մահվան հասա Սակայն ասում մեծ հրաշքով կյանք վերստացա այժմ քո ճամփան եմ ուզում Աստված ինձ գտա Սակայն ասում մեծ հրաշքով կյանք վերստացա այժմ քո ճամփան եմ ուզում Աստված ինձ գտա Բարաբա, արի գնանք մեր տուն Խնդրում եմ Գնա Թովմասին գտի, կանչի մեր տուն։
Ներիր դու իմ անցած օրերը, որ ապրել եմ ես առանց քեզ, ոչինչ չեմ կարող մոռանալ ես, ներիր մեղավոր ինձ խնդրում եմ քեզ, ինձ հետ եղիր, ընդմիշտ ներիր, խնդրում եմ քեզ, ինձ հետ եղիր, ընդմիշտ Նորից հանդիպեցինք, խաղաղություն թող լինի այս տանը, Բարաբա, ընկերդ պատմեց հոգուտ փոթորկի մասին, ինչով կարող եմ օգնել։ Ես էլ չգիտեմ, ինձ երբեք այսքան անզոր չեմ զգացել, ներսումս անդադ կռիվ է, սկսել եմ իմ համոզմունքների վրա կասկածել, Հիսուսը նրա արածնիմ ամբողջ աշխարհը խառնել է իրար։ Այդ կասկածամտությունը շատ ծանոթ երևույթ է, ես անցել եմ դրանով, ես էլ էի դրա մեջ տապակվում, բայց երբ Տերը հարություն առավ, նա հանդիպեց ինձ և ուղիղ աչքերից մեջ նայելով ասաց. մի եղիր անհավատ, այլ եղիր հավատացյալ, երանի նրան, ով առանց տեսնելու կհավատա, երանի է քեզ, եթե հավատաս ու ընդունես, որ քո փոխարեն խաչված Հիսուսը Աստծո որդին է, ով եկավ մեր մեղքը վերցնելու ու մեզ հավիտենական կյանք տալու։ Ոնց է հնարավոր մեղքերը ներել, դու չգիտես, թե ես ինչ անցավոր մարդ եմ, դու չգիտես իմ ներսի խավարի, վախերի ու տանջանքների մասին։ Հիսուսը գիտի դրանց մասին, Բարաբա, նա քեզ գիտի ավելին, քան կարող ես երևակայել, քո հանցանքները չեն կարող նրա ներումից ավելի մեծ լինել։ Աստված իմ, ուղեղումս չի տեղավորվում, ով եմ ես, որ արժանանամ քո ներմանը։ Դա նրա առատ ողորմությունն է, եղբայր, քո տրամաբանությունը դա չի կարող ընկալել, ուղեղով հասկանալու բան չէ, բայց եթե սրտով հավատաս, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից և բերանովդ նրան Տեր դավանես, կապրես, որովհետև սրտով հավատում ենք արդարանալու համար և բերանով դավանում ենք փրկվելու համար։ Դե ինչ, Բարաբա, ինչ որոշեցիր։ Հավատում եմ, դավանում եմ Հիսուս, դու իմ փոխարեն խաչվեցիր, ներիր ինձ, ես մեղավոր եմ, դու ես միակ Աստծո որդին, փրկիր ինձ։ Փառք քեզ, Տեր Աստված, որդիս կենդանացավ։ Իրոք որ իմ տանը խաղաղություն բերեցիք։ Նա այստեղ էր, ես զգացի նրան։ Ես էլ զգացի։ Ես այլևս առաջվանը չեմ, ես մեղքերի թողություն ստացա, ես նոր մարդ եմ, փառք քեզ Հիսուս, սա իմ նոր կյանքի սկիզբն է։ Դու արդեն մեր եղբայրն ես։ Աղբերս։ Այո, նա այստեղ է, դու էլ կարող ես նրան զգալ, նա քո մեղքերն էլ է վերցրել, ինչպես Բարաբայի խաչը, այնպես էլ քո խաչն է Հիսուսը կրել և քո փոխարեն ինքն է մահացել, և հիմա նա մեղքին ու մահին հաղթելով հարություն է առել, նա կենդանի է, նա այստեղ է, հավատա ու բացիր սիրտդ Հիսուսի առաջ, նա ուզում է քեզ էլ նոր կյանք տալ, այսօր է փրկության օրը, հիմա է ընդունելի ժամանակը, մտածիր։ Փառք լինի Հիսուսին, փառք լինի, 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 նա կենդանի
կենթանի է, նա ապրում է, միշտ մեզ է, նա կենթանի է, նա կենթանի է, եկեք տոնենք հարությունը նրա, փառք լինի Հիսուսին, փառք լինի, փառք լինի Հիսուսին, փառք լինի, փառք լինի Հիսուսին, փառք լինի, փառք լինի Հիսուսին, փառք լինի։ Ես կարծում եմ նաև այդպես էլ դուք պետք է որ զգացված լինենք ազդված այս բեմադրությունից։ Պետք է նաև կարողանանք տեսնենք, որ այդ բեմադրության բառաբան մենք ենք, յուրաքանչյուրս ենք։ Եվ հավանաբար այս բեմադրության կարևորագույն խոսքերը սրանք են, Բառաբայի այս արտահայտությունը։ Փաստորեն իմ համար պատրաստված խաչը տվեցին Հիսուսին։ Ու նա իմ փոխարեն խաչվեց։ Արդարը մահացավ իմ նման անարդարի տեղը։ Սա մեծագույն ճշմարտությունն է, որ սովորեցնում է մեզ քրիստոնեությունը։ Առանց սրա մեր հավատքը դատարկ եւ ունայն է։ Եվ կարող ենք ասել, որ Քրիստոսի հարությունը, նրա փոխանորդական զոհը քրիստոնեության սիրտն է։ Եթե ուրիշ բառերով ասենք, ողնաշարն է, այն կարևորագույն հիմքը, որի վրա մենք այսօր հիմնված ենք եւ ամուր կանգնած ենք։ Քրիստոսը մեծագույն գին վճարեց մեր փոխարեն։ Քրիստոսը իր կյանքը տվեց մեր կյանքի փոխարեն։ Քրիստոսը իր արդարությունը տվեց, որ մենք այսօր արդար լինենք։ Եվ ուզում եմ ձեզ համար մի համար կարդամ Եսայի մարգարեության 53-րդ գլխի 3-րդ խոսքից։ Բոլորի շատ ծանոթ համար, բայց ուզում եմ եւս մեկ անգամ բարձր կարդամ։ Եվ նա մարդկանց կողմից անարգվեցավ, եւ երեսից ձգվեց, վիշտերի տեր եւ ցավերու տեղյակ եղավ։ Նրանից երես դարձնելու մարդի պես եղանք, անարգվեցավ եւ նրան չհարգեցինք։ Իրավսնեն նա մեր ցավերը վերցրեց ու մեր վիշտերը իր վրա առավ, եւ մենք նրան վիրավորված, Աստծուց զարնված ու չարիքի հանդիպած համարեցինք։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեց եւ մեր անօրենությունների համար ծեծվեցավ եւ մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Ուզում մի քանի բառեր ընդգծելով նորից ձեզ համար արտասանեմ։ Նա մեզ համար կորցրեց իր կերպարանքը։ Նա մեզ համար անարգվեցավ։ Նա մեզ համար վիշտերի եւ ցավերի տեղյակ եղավ։ Նա մեզ համար ծաղրվեցավ մարդկանց կողմից։ Նա մեր ցավը եւ մեր վիշտը վերցրեց։ Նա մեր մեղքի համար վիրավորվեց։ Նա մեր անօրենության համար ծեծվեց եւ մեր պատիժը նա վերցրեց իր վրա։ Օրհնյալ լինի նրա անունը։ Եվ ինչ ենք մենք սովորում այս դասից, Բառաբայի դասից։ Կարող ենք ասել, որ Բառաբան յուրաքանչյուրս ենք։ Եվ Քրիստոսը իր կյանքը դրեց յուրաքանչյուրիս համար, որ այսօր մենք կյանք եւ փրկություն ունենանք, որ մենք հավիտենությունը նրանով կարողանանք ժառանգենք։ Ինչ ուներ Բառաբան մինչև Քրիստոսին հանդիպերը։ Նախ նա գերեվարված էր։ Նրա ձեռքերին միգուցե լուծ կար։ Նա բանտի մեջ էր։ Նա խավարի մեջ էր գտնվում։ Նա դատապարտված էր մահվան։ Բայց այն պահին, երբ որ Քրիստոսը իր կյանքը տվեց նրա համար, ամբողջ Քրիստոսի արդարությունը եկավ Բառաբայի կյանքի մեջ։ Իհարկե մենք պատմությունից չգիտենք Բառաբանում իրականում ընդունեց Քրիստոսին թե ոչ։ Բայց մենք մեր կյանքի պատմությունից գիտենք, որ Քրիստոսի արած զոհը այսօր մեզ համար մեծագույն իրականությունն է։ Եվ մի համար եւս ուզում եմ կարդամ ու փորձեմ վերջացնեմ։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլխի 21 խոսքից։
Որովհետև Աստված նրան, որ մեղ չգիտեր, մեզ համար մեղավոր համարեց, որպեսզի մենք նրա միջոցով Աստծո արդարները լինենք։ Միթե հրաշալի չէ այս համարը։ Երկրորդ դասը, որ կարող ենք այս բեմադրությունից վերցնենք, սա է. Եթե այսօր լիներ ընտրության հնարավորություն, ում կողքին դու կկանգնեիր։ Բառաբան կլիներ քո ընտրությունը, մեղքը, կյանքը, անօրենությունը, թե քո ընտրությունը կլիներ Քրիստոսը։ Եվ եթե առաջի անգամ ես եկել այստեղ կամ դեռևս որոշում չես կայացրել քո կյանքը նվիրելու Տիրոջը, սա իմացիր։ Եթե Քրիստոսի մերժես քո կյանքի մեջ, ուրեմն դու կանգնած ես Բարաբայի, հանցագործ Բարաբայի կողքին։ Ուրեմն դու կանգնած ես անօրենության եւ մեղքի կողքին։ Ուրեմն դու կանգնած ես մարդկության եւ Աստծո թշնամու կողքին, սատանայի կողքին։ Իսկ այն պահից, երբ որ քո սիրտը բացես Քրիստոսի առաջ, դա նշանակում է, դա ցույց է տալիս, որ դու մերժում ես ամեն խավարը, ամեն անօրենությունը եւ ընդունելով նրան քո կյանքի մեջ դառնում ես Աստծո որդի, դառնում ես հավիտենական թագավորության ժառանգակիցը։ Թող Աստված օրհնի քեզ, որ քո որոշումը դու ճիշտ կայացնես։ Շնորհակալ ենք նաև բեմադրության բոլոր մեր նաև երգչախմբի համար, բոլոր նրանց, ովքեր այս բեմադրությունը մեզ մատուցեցին, Աստված օրհնի ձեզ։ Hey
Եվ չկա ոչ ոք եսպես, դե քոնն եմ ես Դու մաքրել ես ու ինձ վերել գնել ես Ինձ գնել ես Եվ ընդունել ողնել ես Ակնար է չկարող ես տեք ես շորնել Եվ չկա ոչ ոք եսպես, դե քոնն եմ ես Գործածիր ինձ ողնել, քոնն եմ ես Գործածիր ինձ ողնել, քոնն եմ ես Գործածիր ինձ ողնել, քոնն եմ ես Քո ձեռքերում եմ ես Այո գործածիր ինձ Գործածիր ինձ Եվ ընդունել քոնն եմ ես Ականար է չեմ կարող ես տեք ես շորնել Եվ չկա ոչ ոք եսպես, դե քոնն եմ ես Դու մաքրել ես ու ինձ վերել Ինձ գնել ես Եվ ընդունել Ականար է չեմ կարող ես տեք ես շորնել Եվ չկա ոչ ոք եսպես, դե քոնն եմ ես Գործածիր ինձ ողնել, քոնն եմ ես Գործածիր ինձ ողնել, քոնն եմ ես Գործածիր ինձ ողնել, քոնն եմ ես Քո ձեռքերում եմ ես Գործածիր ինձ ողնել, քոնն եմ ես Գործածիր ինձ ողնել, քոնն եմ ես Գործածիր ինձ ողնել, քոնն եմ ես Քո ձեռքերում եմ ես Դե արդեն շատ անգամ ասվեց, այսօրը այն քրիստոնյաները, ովքեր լավ նվիրված են, հանդիպելուց ասում են Քրիստոս հարյավի մեռելոց եւ պատասխանն օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Այսինքն Քրիստոսի հարությունը մեր համար մեծագույն մաղթանք, մեծագույն տոնը։ Ես հիմա կուզեմ ասենց մի բառով որակեմ։ Քրիստոսի հարություն նշանակում է հաղթություն մահվան դեմ։ Մինչև հիմա շարունակում է մահը լինել մարդկության թշնամին, ամենամեծ թշնամին։ Մտածեք, մահից մեծ թշնամի չկա, բայց գտնվեց մեկը, որ ով է թշնամուն հաղթեց։ Եվ դա Քրիստոսն է։ Գործք Առաքելոց 10:41։ Աստված նրան երրորդ օրը հարություն տվեց եւ հայտնի արեց նրան ոչ թե բոլոր ժողովրդին, այլ մեզի առաջունե Աստծու վկա լինելու ընտրվածներից։ Սա այսօրվա իմ խոսքի հիմա հիմքն է, սկիզբն է։ Աստված Քրիստոսին հարություն տվեց, բայց ամբողջ աշխարհը բոլորը չիմացան։ Եվ ես կարծում եմ, դուք էլ կարծում կհամաձայնվեք իմ հետ։ Քրիստոսը եկավ,
սովորեցրեց, հրաշքներ գործեց, մեղքեր ներեց, մեր փոխարեն զոհվեց, հետո էլ հարություն առավ, մարդիկ եղան տենց էլ անտեղյակ մնացին։ Ինչպես հիմա էլ շատ մարդիկ անտեղյակ են։ Հենց մեր քաղաքում, ձեր հարևանների մեջ, այնքան մարդիկ կան, ովքեր այսքան բան որ ասես, կասես, ինչ ես ասում, անտեղյակ մարդիկ են։ Բայց Պետրոսն ասեց, բայց մեզ հայտնի արեց։ Մենք այդ անտեղյակը չենք, Աստված մեզ հայտնի արեց։ Ոմանց Աստված ընտրել է։ Իր համար վկա լինելու ընտրվածներից։ Հիմա չեմ ասում, ձեռք բարձրացնեն հանք ովքեր ընտրված են։ Չեմ ասում։ Դու քո մեջ իմացի, դու ընտրված ես թե չէ։ Կարծում եմ ով որ եկել է այստեղ, կամ ընտրված է, կամ արդեն ընտրվելու եզրին է, հա, ասենց ասեմ։ Հիմա ուզում եմ ներկայացնեմ, թե ում է Աստված ընտրում։ Իմ խոսքը արդեն բերում եմ սրան։ Այդ ովքեր են նրանք, որ կարող է այդ ընտրությունից բաժին ունենան, որ ընտրվեն։ Կարծում եմ ամեն մի առողջ մտածող մարդ կասի, ես կուզեմ այդ ընտրյալներից մեկը լինեմ։ Ամենասոկա սրա։ Ես կուզեմ Աստծո ընտրյալներից մեկը լինեմ։ Ոմանք ուզում են ուրիշ ընտրությունների մեջ, այդ իրանք գիտեն։ Ես ուզում եմ Աստծո ընտրության մեջ լինեմ։ Եվ կարծում եմ ստեղ հավաքվածները, եթե ոչ բոլորը, մեծ մասը կուզեն Աստծո ընտրյալների մեջ լինեն։ Դե հիմա ովքեր են Աստծո ընտրյալները կամ ում է Աստված ընտրում։ Բոլորս գիտենք, այն վերջին օրը, որ Ավետարանում գրված է, վերջին օրը, այն հաշվետվության օրը, դատաստանի օրը, կամ ամեն մարդու մահվան օրը, երբ որ կանգնում է Աստծո առաջ եւ Աստված պիտի ցույց տա դժոխք թե դրախտ, այդ օրը որոշումը սա է, արդար թե մեղավոր։ Այսինքն մի բան կա, այն գիծ կա, ոմանց Աստված համարում է արդար, ոմանց մեղավոր, այսինքն մարդկությունը այս առումով բաժանում է երկու մասի, արդար մեղավոր։ Բայց հիմա այս ամբողջ աշխարհի ժողովրդի եւ մեր հետ կապված Աստված ուրիշ մի բաժանում ունի։ Ոչ թե արդար եւ մեղավոր, արդար կամ մեղավոր, Աստված մի հայտարարություն անում, բոլորս ենք մեղավոր։ Ապրող մարդիկ բոլորը մեղավոր են, արդար չկա, մեկն էլ չկա։ Դե բոլորս գիտենք շարունակություն, բայց Քրիստոսով կարող ենք արդարանալ։ Իսկ արդյոք բոլորը Քրիստոսով արդարանում են։ Այնց այստեղ է, որ ես մի հատ գիծ եմ տեսնում։ Գիտեք հիմա Աստված ինչ գիծագծում։ Աստծուն փնտրող եւ չփնտրող։ Սա իմ խոսքի հիմքն է այսօր։ Աստծուն փնտրող եւ չփնտրող։ Հիմա ես բաց եմ արել Գործք առաքելոց 17 գլուխ 25-26 համարներն եմ ուզում կարդալ։ Աստված ոչ մարդկանց ձեռքով կպաշտվի մի բանի կարոտի պես, քանզի ինքը կտա ամենին կյանք ու շունչ եւ ամեն բան։ Եվ բոլոր ազգերը մի արյունից արեց, որպեսզի բոլոր երկիր երեսի վրա բնակվեն եւ որոշված ժամանակներ հաստատեց ու նրանց բնակության սահմանները Աստծուն փնտրելու, որպեսզի թեկուզ խարխափելով իրեն գտնեն, թեպետ մեր ամենից հեռու չի։ Գրվեց այնտեղ, հա։ Սա մի կարևոր հայտարարություն է։ Աստված մարդկանց երկրի վրա տեղավորեց, ամեն մեկին բնակության սահմաններ տվեց, ամեն մեկին հնարավորություն տվեց, ամեն մեկին ազգ ու բարեկամ տվեց, ազգեր ձևավորեց, բայց Աստծո նպատակը մեկն է։ Մարդիկ Աստծուն փնտրեն։ Սիրելի մարդ, դու որ երկրի վրա ապրում ես, կարող է դու շատ նպատակներ ունենաս։ Իշխանությունները, պետությունները շատ օրենքներ դնեն քո առջև։ Քո շրջապատը հարազատությունը շատ պահանջներ քեզ ներկայացնեն, բայց Աստված մի սպասում ունի։ Դու Աստծուն փնտրես։ Աստված քեզ կյանք է տվել, որ մեր կյանքն ու շունչը նրա ձեռքերի մեջ է, նա այդ կյանքն ու շունչը տվել է մի նպատակի համար՝ Աստծուն փնտրես։ Բացում գնամ Եդեմի պարտեզից գամ։ Եդեմի պարտեզում ցավոք մեր Եվա մայրիկը եւ Ադամ հայրիկը Աստծու հետ կապը կտրեցին։ Աստծու հետ կապը կտրվեց։ Եվ դրանից հետո, օրինակ մինչև այդ Աստված գալիս էր նրանց հետ հաղորդակցում էր։ Դրանից հետո Աստված էլ չի գալի մարդկանց հետ հաղորդակցում, այլ Աստված հատուկենտ մարդիկ փնտրեց։ Աստված մարդկությանը թողեց իր 81 Սաղմոսում գրված, թողեց իրանց մտքի ինչ ասեմ, հաճույքների մարմնի։ Աստված սկսեց հատուկենտ մարդիկ փնտրել։ Խոսեց Ենովքի հետ, խոսեց Նոյի հետ, խոսեց Աբրահամի հետ,
Հետո դրանից արդեն շարունակություն կարող ենք ասել Մովսեսի հետ, Դավիթի հետ եւ այլն, այսօր Քրիստոսով խոսում մեր հետ։ Մենք ամբողջ աշխարհի ժողովուրդ ենք, այլ ամբողջ աշխարհի ժողովրդից առանձնացած։ Եվ Աստված ում հետ է խոսում, ով է Աստծո ուշադրությունը գրավում։ Ես ում հայտարարեմ, ըստ այս խոսքի։ Մենակ այս խոսքի չէ։ Եբրայեցիների 11:6-ում գրված է. Աստված վարձահատույց կլինի իրեն փնտրողների։ Եվ մի ցուցակ եմ ես գրել, թե Աստծուն փնտրելու մասին ինչեր կան գրված։ Երկրորդ օրինաց 4:29-ը։ Եթե Աստծուն բոլոր սրտով ու հոգով փնտրես, կգտնես։ Սա կարևոր հայտարարություն է։ Ով կգտնի Աստծուն, ով որ ամբողջ հոգով, սրտով փնտրի։ Եթե չփնտրես, չես գտնի։ Եթե չգտնես, Աստծո հետ գործ չես ունենա։ Բայց մի հատ օր կա, որ այդ օրը հաշիվ ես տալու։ Աստծուն գտնես, չգտնես, մի օր Աստծո դատաստանի առաջ կանգնելու ես, ով մարդ։ Աստծուն գտնես, չգտնես, մի օր ատյանի առջև կանգնելու ես։ Դե իհարկե, եթե գտնես, ուրիշ վիճակ կունենաս, եթե չգտնես, ուրիշ վիճակ կունենաս։ Չգտնողը չի կարող Աստծո հետ ապրել։ Աստծուն չգտնողին Աստված դուռը չի բացի։ Իշ մեկ Հիսուսը ոմանց ասեց. ձեզ չեմ ճանաչում։ Ովքեր նրան այս կյանքի մեջ չեն գտել, Հիսուսը հետ պատասխան տա, ձեզ չեմ ճանաչում։ Իսկ ովքեր որ գտել են, նրա հետ հանդիպել են, այո, կասի ձեզ ճանաչում եմ։ Ես այստեղ ուզում հիշեցնեմ, արդեն ասվեց այստեղից, առաջի Կորինթացիների 15 մեջ, մեռավ գրքերի ասացի համած շարունակի։ Թաղվեցավ ու հարություն առավ երրորդ օրը, գրքերի ասացի համած շարունակի։ Եվ թե երևցավ Կեփասին ու հետո 12-ին, հետո 500-ից ավելի եղբայրներին, որ մեկտեղ երևցավ, վերջում էլ ասում է ինձ երևցավ, հա, Հակոբոսին ու Առաքյալին վերջում էլ ինձ։ Դե սա Պողոսի գրած ժամանակ էր, հիմա շատերին է երևացել։ Հիմա Քրիստոսը հարություն առած երևաց, ում Աստված հարաբերություն ստեղծեց ում հետ։ Նորից եմ ասում, Քրիստոսը ում կասի, ես քեզ ճանաչում եմ, ում երևաց։ Ում չերևաց, չի ճանաչում։ Իսկ ում է երևում։ Ստե ասեց, եթե ամբողջ սրտով փնտրես, Երեմիա 29:13-ում նույն բանն է գրված։ Եթե բոլոր սրտով փնտրես գտնես։ Առաջի մնացորդած 28:9-ը։ Եթե փնտրես Աստծուն, սա Դավիթն է իր տղին ասում, պիտի գտնես։ Ես որպես հայր իմ տղեկին ասում, այդ բոլորին, իմ երեխեքին, իմ աղջիկներին։ Եթե Աստծուն փնտրես կգտնես։ Եթե ուզում ես Աստծո հետ լինես, պիտի փնտրես։ Դու սենց նստած տեղդ Աստված չի գա քո հետ։ Դու հեռախոսով խաղալուց Աստված չի գա քո հետ հանդիպի։ Հարություն առած Քրիստոսը նոր կարդացինք, քեզ չի երևա, եթե չփնտրես։ Միայն փնտրողներին կերևա։ Շարունակենք։ Թագավորը մի անգամ երկրորդ մնացորդած 15:13-ում, 14:7-ում, ասում է Աստծուն փնտրեցինք, դրա համար Աստված այս հանգստությունը մեզ տվեց։ Մյուսը, մի հատ հայտարարություն անում թագավորը, ով Աստծուն չփնտրի, պետք է մեռցվի։ Աստծուն հանդիպած թագավորը արդեն ասում է, այս ովքեր Աստծուն չեն փնտրում, խեն ապրում։ Կյանքը տրված է նրանց, ովքեր Աստծուն փնտրեն գտնեն։ Ով որ Աստծուն չի փնտրում, ինչի համար ապրում, այդ թագավորը տենց որոշում արեց։ Հիմա ես չեմ ասում ճիշտ որոշում, չեմ ասում մենք տենց որոշում անենք, կամ մեր թագավորը տենց որոշում անի, բայց Աստծուն գտած մարդը այն աստիճանի հասկացա, որ ինչքան կարևոր է Աստծո հետ ապրելը, որ որոշեց ապրում Աստծուն չփնտրող մարդուն, սա գրված է երկրորդ մնացորդած 15:13-ում։ Էսի գրի թող ժողովուրդը կարդան։ Եվ ով որ Իսրայելի Տեր Աստծուն չփնտրի, թե պստիկ եւ թե մեծ, թե այր, թե մարդ, թե կին, մեռցվի։ Էսի հիշեք։ Ով Աստծուն, բայց Աստված էլ է մի տեղ ասում։ Հեսա մի Սոփոնյա 1:6 Տերոջը չփնտրողներին բնաջինջ պիտի անեմ, Աստված ասում։ Ստե բնաջինջ բարձ գտնենք։ Գտակ։ Հա, այնա բնաջինջ։ Ժողովուրդ, ոչ թե ուզում ձեզ վախացնեմ, ուզում ասեմ,
Աստծո մտածելակերպը։ Պատկերացրեք, Աստված մեզ կյանքը շունչ է տվել։ Աստված մեզ ազգ է տվել, տերիտորիա է տվել, ամեն օր հաց է տալի, ջուր է տալի, բարենպաստ պայմաններ է տալի, մենք մոռանանք իրան։ Մի հատ կարճ անեկդոտին բան ասեմ։ Մեկը մեկին հարցնում ասում է, մի հատ մարդու, քո ընտանիքը, քո երեխեք քո հետ ո՞նց են վերաբերվում, ասում է, Աստծո նման, զարմանում է ո՞նց։ Ասում անենց էլ ապրեմ, կարծես ես չկամ։ Բայց հենց փողա պետք է, մի ինչ բան է պետք է, գալի ուզում են։ Այո, մարդիկ նենց են ապրում, կարծես Աստված չկա, բայց հենց կարիքի մեջ են ընկնում, արդեն սկսում են Աստծուց ուզել։ Ոչ, Աստված չի ուզում տենց լինի։ Աստված ուզում է ինչպես հայրը որդին կհաղորդակցվեն, այդպես հաղորդակցի մեր հետ։ Իսկ որպեսզի Աստծո հետ հաղորդակցությունը լինի, մեր սիրտը պետք է բացվի Աստծո առջև։ Մենք փնտրենք Աստծուն։ Սիրելի մարդ, Աստված հնարավորություն ա տվել իր հետ հաղորդակցվելու։ Հիսուսի հետ հնարավոր է հանդիպել։ Ես իմ կյանքից ասեմ, ես առաջի անգամ որ խոսքը լսել եմ եւ ծունկի եմ եկել Աստծո առջև աղոթելու, իմ աղոթքը եղել է որ ես ուզում եմ քո հետ հանդիպեմ։ Եվ առաջի անգամ հանդիպումը չի եղել, երկրորդ անգամ էլ չի եղել։ Մոտավորապես մի տարի ամեն նոր աղոթել եմ, ընդ որում ծունկի վրա։ Տանն էլ չէ, դաշտում։ Մի տարի հետո, մոտավորապես մի տարի հանդիպել եմ։ Այսինքն Աստված ուզում էր տեսնել, ես ամբողջ սրտով եմ փնտրում։ Եթե առաջի անգամ հանդիպեր, ինձ կթվար թե խնդիրներ չկա, չէ։ Աստված իմ հավատարմությունը փորձեց, տեսա որ այո փնտրում եմ։ Եթե մի տարի հետո չհանդիպեր, երկրորդ տարին, երրորդ տարին էլի պիտի փնտրեի։ Այնքան որ գտնեի։ Աստված ուզում է սրտով իրան փնտրողների հետ հանդիպի։ Աստված ընդառաջ է գալիս իրեն փնտրողներին։ Սիրելի մարդ, բայց երբ որ առաջի անգամ հանդիպեցիր, չի նշանակում հանդիպեցի դե հաջող գնաս իմ գործին, չէ։ Ամբողջ կյանքումդ ուզենաս հանդիպել։ Ամբողջ կյանքումդ ուզենաս նրա հետ լինել։ Եվ ես վկայեմ, Աստծո հետ հանդիպումից քաղցր բան երկրի վրա չկա։ Աստծո հետ հանդիպումից լավ բան երկրի վրա չկա։ Բայց ոչ թե միայն քաղցրությունը, այլ Աստծո հետ հանդիպումը մարդու ներսում փոփոխություն է բերում։ Մենք նորոգվում ենք։ Եվ ստեղից ասվեց արդեն մի քանի անգամ, Աստված ներել է մեր մեղքերը, իրան չի ներվել։ Ով որ փնտրել, գտել է, ով որ ներողություն է խնդրել, նրանց մեղքերն են ներվել։ Եթե մեկը Աստծուն չի փնտրել, չի գտել, չես կարող ասել Աստված ներել է քո մեղքերը։ Էլի փողոցում այնքան տեսակի մարդիկ կան, չես կարող ասել Աստված քո մեղքերը ներել է։ Եթե ասես էլ սուտ կլինի։ Ովքեր չեն հանդիպել Աստծուն, Աստված նրանց մեղքերը չի ներել։ Ովքեր ներողություն չեն խնդրել, Աստված նրանց մեղքերը չի ներել։ Ովքեր մեղքեր չեն թողել, Աստված նրանց մեղքը չի ներել։ Ներելու համար քայլեր կան, որ մենք պետք է անենք։ Եթե մենք այդ քայլերը չանենք, սուտ կլինի, որ ասենք Աստված քո մեղքերը ներել է, կամ իմ մեղքերը ներել է։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Այո, Աստված կարող է բոլոր մարդկանց մեղքերը ներել, բայց Աստված ընտրություն ունի։ Բոլորը չեն մտնում այդ ներման տակ։ Բոլորը չեն գալի այդ ներման տակ։ Ովքեր գալիս են, ովքեր փնտրում են, ովքեր խոնարհում են, ովքեր ներողություն են խնդրում, ովքեր թողում են մեղքի կյանքը, նրանց կարող են համարձակ ասել, քո մեղքերը ներված են։ Արդեն ամեն մեկը ձեր մեջ ձեզ քննեք։ Եթե այս քայլերը դեռ չեք արել, ուրեմն դուք շատ վտանգավոր տեղում եք։ Այսօր եթե դուք այս երկրից գնացիք, ձեր տեղը դժոխքում կլինի։ Բայց եթե այս քայլերը արել եք, հավատա որ քո համար դրախտը կա։ Նույնիսկ Հիսուսի հետ խաչված ավազակը շատ բան չէ, ներողություն խնդրեց իր մեղքերից, հանձն առավ, խոստովանեց, որ ես այս պատիժը որ կրում եմ, իմ մեղքերին համապատասխան պատիժ է։ Եվ Հիսուսին Տեր դավանեց ու հավատքը արտահայտեց, որ դու պետք է գաս քո թագավորությունով։ Թեկուզ տեսնում եք, խաչի վրա մեռնում է, բայց հավատում էր հավիտենական կյանքին։ Հավատում էր հետմահու կյանքին։ Երբ որ գաս ինձ հիշի, դրա մեջ Հիսուսն ասաց, այսօր դու ինձ հետ դրախտում կլինես։ Սիրելի մարդ, այս քայլերը քո մեջ նույնիսկ խաչի վրա այդ մարդու հետ այդ քայլերը կատարվեց։ Նույնիսկ խաչի վրա նա մեղքը ընդունեց, ներողություն խնդրեց, Հիսուսին էլ Տեր դավանեց եւ իր հավատքը արտահայտեց։ Եթե այսքանը չաներ, Հիսուսից այդ պատասխանը չէր ստանա։ Եթե ուզում ես Հիսուսից այդ պատասխանը ստանաս, քայլեր կան, որ պիտի անես։ Եվ այդ քայլերը սկսում են որտեղից փնտրելուց։ Եվ այս փնտրելու մասին ես էլի տեղեր եմ պատրաստել։
Ուրեմն Սաղմոս 14:2 Տերը երկինքից նայում է, թե կա իմաստուն մեկը, որ Աստծուն փնտրի։ Եվ Առակաց 28:5-ում գրված է. Աստծուն փնտրողները ամեն բան կհասկանան։ Ժողովուրդ, այստեղ մի քիչ ավելի նեղացնում է։ Փաստորեն Աստծուն փնտրողներին Աստված համարում է իմաստուն։ Աստծուն չփնտրողներին իմաստունի հակադիրը որն է։ Ես չեմ ուզում այդ իմաստունի հակառակը դուք լինեք։ Ես կանգնած եմ ստեղ, որ ձեզ ասեմ իմաստուն եղեք, ժողովուրդ։ Եվ Աստծու սահմանած իմաստունը Աստծուն փնտրողն է։ Այնքան ես եմ գիտուն մարդիկ կան, այնքան մեզանից բարձր մարդիկ կան, այնքան հարուստ, այնքան չգիտեմ, պաշտոնավոր շատ տեսակի մարդիկներ կան։ Աստծու աչքին այդ բոլորը զրո են, եթե իրան չեն փնտրում։ Աստծու աչքին իմաստունը իրեն փնտրողն է։ Որովհետև այդ վերջի օրը, որովհետև մահվան օրը, որովհետև Աստծո դատաստանի առջև կանգնած օրը, մեր պաշտոնը, մեր փողերը, մեր երկրային ոչ մի բան մեզ չի փրկելու։ Մեզ փրկելու է այն, թե Աստծո հետ մենք ստեղ կապ հաստատել ենք, թե չէ։ Աստծուն փնտրել գտել ենք, թե չէ։ Ով մարդ, դու ծնված ես, ստեղծված ես, որ Աստծուն գտնես։ Ստեղ արտասանություն եղավ։ Ես կխնդրեմ մի քիչ հետո այդ արտասանությունը նորից լսվի։ Դու ծնված ես դրա համար։ Ուրեմն Աստծուն փնտրիր։ Բայց մի երկու համար էլ ասեմ նոր։ Դավիթը 42 Սաղմոսի սկզբից գրված ասում է, որ ինչպես եղջերուն ջրի վտակներին է փափագում, այնպես իմ անձը քեզ է փափագում, ով Աստված։ Երբ պիտի գամ քո առջև։ Ժողովուրդ, Աստված այս փափագին է պատասխանում։ Ով որ փափագում է Աստծուն։ Փնտրելու անունը հիմա դրեցի փափագել։ Ով որ փափագով է փնտրում Աստծուն։ Միտեղ էլ գրած ասում է, ինչքան փողն ես փնտրում, այդքան ինձ փնտրես կգտնես։ Եթե կընդունենք, որ մարդիկ շատ են փողի համար պատրաստ են ամբողջ սուտ կեքով աշխատելու, փողի համար պատրաստ են իրաց քունը կտրելու, իրաց հանգիստը կտրելու, փողի համար պատրաստ են, չգիտեմ, ամեն զողողության հետ հալու մենակ փող։ Աստված ասում, այդքան եթե ինձ փնտրես, այդքան, հա, ինչքան որ փողն ես փնտրում, ինձ կգտնես։ Հիմա ձեզ ում հայտարարեմ, Աստծո անունից ասում եմ, Աստված իմաստունների հետ գործ ունի, որ իմաստունների, ոչ թե գիտնականների, այլ ովքեր փնտրում են Աստծուն։ Աստված էլ հիմա ամբողջ աշխարհի մարդկանց հետ չիրագործել։ Այո, իր ողորմությունը կա ամբողջ աշխարհի մարդկանց վրա։ Այս բարենպաստ պայմանները բան վերջը պահում ամբողջ աշխարհի ժողովրդին։ Դե պահում մի նպատակով՝ միգուցե փնտրեն գտնեն։ Միգուցե գտնեն։ Բայց Աստված գործ ունի իրեն փնտրողների հետ։ Աստծո բոլոր խոստումները իրական են իրեն փնտրողների համար։ Աստծուն փնտրողների համար ես չկարդացի, լիքը գրել եմ։ Բարություն պակաս չի լինի։ Աստծուն փնտրողների սիրտը պիտի ապրի։ Աստծուն փնտրողների գործերը պիտի հաջողվեն։ Աստծուն փնտրողներին թշնամին չի կարող մոտենալ։ Աստված պիտի պահպանի։ Սա նայեք ցուցակ լիքը գրել եմ։ Այսպես է կյանքը արեգակի տակ։ Գործեր, ընկերներ, բազում պատակ, մեկ ձեռք ես բերում, մեկ էլ գործնում։ Հոգիդ մնում է վերքոտ ու դատարկ։ Կյանքն առանց Աստծո ունայնություն է։ Խոսքեր ու գործեր դատարկություն են։ Մեկ ունենում ես, մեկ էլ գործնում։ Բաժինդ միայն հիշողությունն է։ Ով մարդ ստապվիր, կյանքը ճանաչիր, ոտքդ քո չափից հեռու մի մեկնիր, կյանքը տրված է, որ Աստծուն գտնես, ուստի խոնարհվիր ու Աստծուն փնտրիր։ Ամեն։ Նաև գրած է, Տիրոջը փնտրեք, որպեսզի ապրեք։ Եվ այս հարությունը իրական է Աստծուն փնտրողների համար։ Ես կարող եմ ասել շատերը կվկայեն, ես Քրիստոսին հանդիպել եմ։
Եթե Քրիստոսը հարություն առած չլներ, ոչ մեկս չէին կարող հանդիպել։ Ոչ մի մուսուլման չի կարող ասել, ես Մուհամմեդին հանդիպել եմ։ Ոչ մի Կրիշնա չի կարող ասել, ես Կրիշնային հանդիպել եմ։ Բայց մենք համարձակ կարող ենք ասել, ես Քրիստոսին հանդիպել եմ, որտեղ նա կենդանի է։ Բայց ով կարող ասել հանդիպել եմ, ով փնտրել է։ Ով չփնտրի, չի կարող ասել, եթե ասել սուտ կլինի։ Աստծուն հանդիպում են, Քրիստոսին հանդիպում են իրեն փնտրողները։ Տեր Աստված, այստեղ որևէ մեկը առանց քեզ հանդիպելու չմնա։ Բայց սրտանց փնտրողները, սրտով եւ հոգով, այսպես է գրված։ Շնորհակալ եմ Տեր իմ Աստված, եկեք ոտքի կանգնենք։ Մենք հավատում ենք, որ դու ողջ ես Քրիստոս։ Մենք հավատում ենք, որ քեզ կարելի է հանդիպել իմ Աստված։ Մենք հավատում ենք, որ դու էլ ուզում ես մեր հետ հանդիպես Տեր։ Նաև հավատում ենք այս քո օրենքներին Տեր, որ դու քեզ փնտրողներին ես ընդառաջ գալի։ Ես իմ անձի կողմից ասում եմ, որ ինչպես եղջերուն ջրի վտակներին, այդպես իմ անձը քեզ է փափագում իմ Աստված։ Սրտիս խորքից ուզում եմ քո հետ հանդիպել Տեր։ Այո, հանդիպել եմ, բայց քիչ է Տեր, ամեն օր եմ ուզում հանդիպել։ Ամեն ժամանակ եմ ուզում հանդիպել։ Որտեղ քո հանդիպման մեջ կյանք կա Տեր։ Քո ներկայության մեջ կյանք կա Քրիստոս։ Քո ներկայությունը փոխում է ինձ Տեր։ Քո ներկայությունից ես շնչում եմ Տեր։ Քո ներկայությունից ես նոր կյանք եմ ստանում։ Քո ներկայությունից ես զորանում եմ Տեր։ Քո ներկայությունից ես բժշկվում եմ իմ Աստված։ Քո ներկայության մեջ ամեն հարցից լուծումը կա Տեր։ Եվ նույնը հռչակում եմ ամեն եղբորս, ամեն քրոջս վրա։ Հենց հիմա ով ինչ կարիք ունի, թող իրանց հավատքը զորանա Տեր, տեսնեն, որ իրանց կարիքի լուծումը քո մեջ է Տեր, բայց ոչ թե դու հեռու ես Տեր, այլ դու շատ մոտ ես, դու այստեղ ես Տեր, դու ամեն շարքի մեջ ոման ես գալի, դու քո հոգով մեր մեջ ես, ամեն մեկը թող իր սիրտը բացի, եւ քեզ ստանա իր մեջ Տեր, եւ քեզանից ստանա ինչ որ կա Տեր, բոլոր հիվանդների համար Տեր, խնդրում եմ հենց հիմա քո բժշկությունը գա Տեր, քո բժշկությունը ստանան Տեր։ Ես իմ աղոթքը կանգնեցում երկու բառ ասեմ։ Ոմանց թվում է թե բժշկվելու համար ինչ որ մի զորավոր պետք է իր վրա ձեռ դնի, ինչ որ բաներ ասի։ Չէ, քո բժշկությունը հենց հիմա Քրիստոսից կարող ես ստանալ։ Պարտադիր չի մարդու ձեռ դրվի, Քրիստոսը ինքը ներկա է։ Դու կարող ես հենց հիմա ստանալ քո բժշկությունը։ Ինչ հիվանդություն ուզում ալի, նրա համար սահման չկա, նա նույնիսկ մեռածին կարող է կենդանացնել։ Թեկուզ հիմա դու մեռնելու եզրին ես, նա կարող է, բայց դրա համար քո սիրտը պիտի բացվի։ Հավատա, որ նրա մեջ է քո բժշկությունը։ Իմ ձեռքի մեջ չի, Պողոսի ձեռքի մեջ չի, գիտեմ ձեռքի մեջ չի։ Իր մեջ է այդ բժշկությունը։ Եվ ինքը այստեղ է։ Իսկ ինքը ում է մոտենում, հենց ման նայում է քո սրտին։ Արդյոք ինչպես եղջերուն ջուրի վտակներին, այնպես քո անձը փափագում է իրան։ Եթե այդպես քո անձը փափագում է, նա անտարբեր չի անցնի քո կողով։ Նա կհպվի քեզ, նա գիտի քո կարիքը, նա գիտի քո հիվանդությունը, նա գիտի քո տկարությունը, նա գիտի ամեն բան։ Օրհնյալ Աստված, ես հավատում եմ այս խոսքերին։ Հավատում եմ դրա մեջ ասում եմ այս խոսքերը Տեր։ Հավատում եմ, որ հիմա դու բժշկություն ունես այստեղ Տեր։ Հավատում եմ, որ հիմա դու զորություն ունես այստեղ։ Հավատում եմ, որ դու հիմա տկարներին կարող ես բարձրացնել Տեր։ Հավատում եմ, որ հիմա այն մարդիկ ում միտքը այսօր լավ չի աշխատում, կարող ես նրա միտքը ամբողջությամբ ուղղորդես դեպի քեզ Տեր։ Հավատում եմ, որ դու կարող ես հիմարին իմաստուն դարձնես, որ դու կարող ես տկարին զորավոր դարձնես։ Դու կարող ես հիվանդին զորավոր բժշկված առողջ դարձնես Տեր։ Հավատում եմ սրան Տեր։ Եվ դու այստեղ ես։ Դու այստեղ ես Քրիստոս, դու այստեղ ես։ Իմ սիրտը վկայում է, որ դու այստեղ ես։ Եվ հավատում եմ շատերի սիրտը վկայում է, որ դու այստեղ ես։ Շնորհակալ եմ Տեր, որ դու հպվում ես Տեր, որ դու մոտենում ես Տեր։ Խնդրում եմ քո բժշկությունը հենց հիմա։ Քո բժշկությունը ամեն ով որ կարիք ունի Տեր, նրանց հավատքը Տեր զորացնես, նրանց հավատքը զորացնես Տեր, նրանց հավատքը քո վրա թող ուղղված լինի, մարդու վրա չլինի Տեր, նրանք մարդու ձեռքի չսպասեն, մարդուն չսպասեն, այլ քեզնից վերցնեն Տեր իմ Աստված, մոտեցի ամեն մեկին Տեր, մոտեցի ամեն մի տկարին Տեր իմ Աստված, զորացրա Տեր, թող այստեղից զորացած գնան քո ժողովուրդը, որ իմանան ոչ թե միայն այստեղ ես դու իրանց հետ ես միշտ,
դու իրանց հետ ես ճանապարհին, դու իրանց հետ ես իրանց տանը, դու իրանց հետ ես իրանց աշխատանքի վայրում, ամենուրեք դու իրանց հետ ես Տեր։ Եթե իհարկե իրանց սիրտը փնտրում է քեզ, եթե իրանց սիրտը ամբողջությամբ փնտրում է քեզ Տեր, դու որ ամեն մեկը քեզ փնտրող լինի Քրիստոս, խոնարհում եմ քո առջև, խոնարհում եմ Տեր, եւ հավատում եմ, որ դու ավելին կանես, քան մենք հասկանում ենք, դու ավելին ունես, քան մենք գիտենք Տեր իմ Աստված, դու իմ ավելին կանես Տեր, դուր որ հավատքով վերցնե ամեն մեկը Տեր, դուր որ հավատքով ամեն մեկը հպվի քեզ Տեր, ամեն մեկը ստանա քեզանից Տեր, եւ ինչպես Քույր Բարտեմեոսը աղաղակում էր Տեր, թող իրանց սրտի խորքից աղաղակ բարձրանա դեպի քեզ։ Ես հավատում դու այդ աղաղակը կլսես Տեր։ Ինչպես Բարտեմեոսին լսեցիր, դու իմ ամեն մեկի աղաղակը կլսես Տեր, հոգու աղաղակը կլսես Տեր, եւ կանգ կառնես եւ կբժշկես։ Շնորհակալ եմ քեզանից։ Շնորհակալ եմ Հայր Հիսուսի անունով։ Ամեն։ Սպասող է հենց մեր Տերն է, մեզ բերողն է, իր մենսերն է, իր խոսքն է մեր մեջ։ Մեր սպասումը մեր Աստծուց է, խոսքը միշտ մեզ ուղեցույց է, բոլորն ենք ամեն։ Պիտի օրհնենք, սա մեր սուր գործն է, սա մեր հանգիստն է հավիտյան։ Պիտի երգենք, սա մեր ամրոցն է, Տերը մեզ հետ է, Սա մեր սուր գործն է, սա մեր հանգիստն է հավիտյան, պիտի երգենք, սա մեր ամրոցն է, Տերը մեզ հետ է, Տերն է մեզ պաշտպան։ Ով եկել ու վայելել է, նա դեպի երկինք նայել է շատ մեծ գոհությամբ, բայց ոմանք էլ դեռ ճամփին են, մեզ համար շատ թանկագին են Մեզ սպասողը հենց մեր Տերն է, մեզ բերողն է, իր մենսերն է, իր խոսքն է մեր մեջ։ Մեր սպասողը մեր Աստծուց է, խոսքը միշտ մեզ ուղեցույց է, բոլորն ենք ամեն։ Պիտի օրհնենք, սա մեր սուր գործն է, սա մեր հանգիստն է հավիտյան, պիտի երգենք, սա մեր ամրոցն է, Տերը մեզ հետ է, Տերն է մեզ պաշտպան։ Պիտի օրհնենք, սա մեր սուր գործն է, սա մեր հանգիստն է հավիտյան, պիտի երգենք, սա մեր ամրոցն է, Տերը մեզ հետ է, Տերն է մեզ պաշտպան։ Օրհնենք, սա մեր սուր գործն է, սա մեր հանգիստն է հավիտյան, պիտի երգենք, սա մեր ամրոցն է, Տերը մեզ հետ է, Տերն է մեզ պաշտպան։ Պիտի օրհնենք, սա մեր սուր գործն է, սա մեր հանգիստն է հավիտյան, պիտի երգենք, Սա մեր ամրոցն է,